Հայր, դու իսկական ցնցոտիավոր ես, գոռաց որդիս, նվերս շպրտելով աղբամանի մեջ։ Բայց երբ ես լուռ վերցի այն, Հոբելյանին որդիս ու հարսս բոլոր հյուրերի ներկայությամբ ծաղրուծանակի ենթարկեցին իմ համեստ նվերը։ «Տարմցրու դա հետևդ», շշնջաց հարսս, տուփը նետելով ուղիղ մնացորդներով լի դույլի մեջ։ Ես ոչինչ չասացի, պարզապես մոտեցա և հանեցի այն այնտեղից։ Մեկ ժամ անց նրանց տոնը վերածվեց դժոխքի, իսկ որդուս հեռախոսին հաղորդագրություն եկավ, որից նա քարացավ։ Ընկերներ, եթե կարծում եք, որ մարդկային արժանապատվությունն անգին է, իսկ դավաճանության համար միշտ գալիս է հատուցման պահը, աջակցեք այս պատմությանը։ Շաբաթ առավոտը սկսվեց լաքի հոտով և լռությամբ։ Ես նստած էի իմ հին խոհանոցային սեղանի մոտ Երևանի ծայրամասում, Չարբախի փոքրիկ բնակարանում, և ավարտում էի վերջին 2 ամիսների իմ գլխավոր աշխատանքը։ Ձեռքերումս փայտե փոքրիկ տուփ էր, պատված փայլուն լաքի թարմ շերտով։ Ներսում մուգ թավշյա բարձիկի վրա դրված էր այն, ռակետա ժամացույցը, հին, դեռ խորհրդային ժամանակների, լակոնիկ թվատախտակով և բարակ վայրկյանացույցի սլաքով, որը պտտվում էր անողոք արժանապատվությամբ։ Դա պարզապես ժամացույց չէր, դա խորհրդանիշ էր, իմ անձնական խորհրդանիշը։ Ես գնել էի այն իմ ինժեներական առաջին աշխատավարձով, գրեթե կես դար առաջ։ Այն ինձ հետ է եղել բոլոր շինհրապարակներում, չափել է գծագրերի վրա անցկացրած անքուն գիշերներն ու օբյեկտների հանձնման ուրախ րոպեները։ Վերջին տարիներին այն ընկած էր դարակում, կանգնած և մոռացված։ Բայց Դավիթի, որդուս 38-ամյակին, ես որոշեցի վերակենդանացնել այն։ Ես քանդեցի մեխանիզմը մինչև վերջին պտուտակը, մաքրեցի դետալները խոշորացույցի տակ և պատվիրեցի պակասող ատամնանիվները քաղաքի մյուս ծայրում ապրող ծեր ժամագործի մոտ։ Ես ուզում էի որդուս նվիրել ոչ թե իր, այլ էստաֆետ, հիշողություն այն մասին, որ ամեն իսկական բան ստեղծվում է աշխատանքով, համբերությամբ և ժամանակով։ Ես զգուշորեն փակեցի տուփը։ Այսօր Դավիթի Հոբելյանն էր, ոչ թե պարզապես ծննդյան օր, այլ Հոբելյան, ինչպես հեռախոսազրույցում շեշտադրումով ընդգծեր էր Անին, իմ հարսը։ Տոնակատարությունը պետք է տեղի ունենար Ոսկե դար ռեստորանային համալիրում, շրջապատի ամենաշքեղ վայրում։ Լինելու են մեր բոլոր ընկերները, գործընկերները, շատ կարևոր մարդիկ, ճլվլում էր նա, այնպես որ Միհրան Աշոտովիչ, աշխատեք համապատասխան տեսք ունենալ։ Ես հասկացա նրա ակնարկը։ Իմ հին, բայց որակյալ կոստյումը, իմ մաշված լադան և մոդայիկ կոսմետոլոգների կողմից չդիպված իմ դեմքը, այս ամենը չէր տեղավորվում նրանց նոր փայլուն կյանքում, կյանք, որը ճակատագրի հեգնանքով վճարել էի ես։ 2 տարի առաջ կնոջս, Գոհարի մահից հետո, ես կատարեցի նրա վերջին կամքը։ Միհրան, Դավիթին մենակ չթողնես, շշնջում էր նա, բռնելով իմ ձեռքը իր արդեն սառչող ձեռքով։ Օգնիր նրան ոտքի կանգնել, նա լավն է, պարզապես մոլորված է։ Եվ ես օգնեցի, ես վաճառեցի կենտրոնում գտնվող մեր ընդարձակ 3 սենյականոց բնակարանը, որտեղ անցել էր մեր ամբողջ կյանքը, և տեղափոխվեցի այս 1 սենյականոցը ծայրամասում, իսկ ստացված գումարը, գրեթե այն ամենը, ինչ ունեի, ներդրեցի նրա բիզնեսի մեջ։ Ոչ միայն ներդրեցի, այլև հանդես եկա որպես երաշխավոր նրա հսկայական 150 միլիոն դրամ վարկի համար։ Ես ստորագրեցի թղթերը բանկում, վտանգի տակ դնելով իմ միակ կացարանը, թոշակը, իմ ամբողջ ապագան։ Դավիթն այն ժամանակ լալիս էր ուսիս, երդվում էր, որ 1 տարուց ամեն ինչ կվերադարձնի։ Նրա լոգիստիկ ընկերությունը իսկապես արագ վերերք ապրեց։ Բայց փողի հետ եկավ նաև ուրիշ բան։ Նա դարձավ Դավիթ Միհրանիչ, այլ ոչ թե Դավո։ Նա սկսեց խոսել ստատուսի, բրենդների և նեթվորքինգի մասին։ Իսկ ես հորից վերածվեցի Միհրան Աշոտովիչի, անցյալից եկած մի անհարմար ազգականի, ում նրանք հանդուրժում էին քաղաքավարությունից ելնելով։ Ես հագա իմ լավագույն պիջակա, նվերը գրպանումս էր, հաճելիորեն ծանրացնելով այն։ Ես գնում էի նրանց աշխարհ, թանկարժեք մեքենաների և կեղծ ժպիտների աշխարհ, և հոգուս խորքում դեռ հույս ունեի, որ այս ժամացույցը,
Մեր ընդհանուր անցյալի այս փոքրիկ մասնիկը կարող է ինչ-որ բան փոխել, որ ձեռքն առնելով այն, որդիս կհիշի ոչ միայն փողի, այլև ուրիշ բանի, ինչ-որ իրական բանի մասին։ Ինչքան միամիտ էի ես։ Ճանապարհը դեպի ոսկեդար հարթ էր, ինչպես նրանց խոստումները։ Մուտքի մոտ կանգնած էին մեքենաներ, որոնցից յուրաքանչյուրն արժեր ավելին, քան իմ բնակարանը։ Համազգեստով դռնապանը արհամարհական հայացք գցեցի Մլադայի վրա։ Ես մտա սրահ, որտեղ փողի եւ ուրիշի հաջողության հոտ էր գալիս։ Անին տարաշխարիկ ձկան թեփուկների պես փայլփլուն զգեստով մոտեցավ ինձ։ Միհրան Աշոտովիչ, վերջապես, մենք ձեզ արդեն սպասում էինք։ Անցեք։ Նրա ժպիտը անթերի էր եւ բացարձակապես դատարկ։ Միայն խնդրում եմ աշխատեք հյուրերի հետ չխոսել շինարարության մասին։ Այստեղ դա ընդունված չէ։ Դա առաջին հարվածն էր։ Դեռ չէի հասցրել շնորհավորել սոփեկան որդուս։ Նա ցույց տվեց ինձ մի սեղան հեռավոր անկյունում, հեռու կենտրոնականից, որտեղ նստած էին ինքը, Դավիթը եւ նրանց կարևոր հյուրերը։ Ես հնազանդորեն անցա եւ նստեցի։ Տոնը նոր էր սկսվում, իսկ ես արդեն ինձ զգում էի ինչպես ցուցանուշ կրկեսում։ Ես նստած էի միայնակ սեղանի մոտ եւ կողքից հետևում էի տոնախմբությանը։ Մատուցողները անձայն սահում էին սեղանների միջով, բաժանելով շամպանյով բաժակներ եւ նախուտեստներ, որոնց անունները ես նույնիսկ չփորձեցի հիշել։ Ամեն ինչ շուրջ բոլորով փայլում էր։ Ժպիտներ, ադամնեն տիկնայքի վզերին, ճարմանակներ տղամարդկանց թևերում։ Այդ փայլը սառն էր, ինչպես լյումինեսցենտային լամպի լույսը։ Այն լուսավորում էր, բայց չէր ջերմացնում։ Որդիս Դավիթը այդ փայլի կենտրոնում էր։ Նա կանգնած էր թանկարժեք կոստյումներով մարդկանց շրջապատում եւ ինչ-որ բան էր աշխույժ պատմում, ժեստիկուլյացիա անելով մի ձեռքով, որի դաստակին զանգվածեղ ոսկյա ժամացույց էր։ Նա ծիծաղում էր, եւ նրա ծիծաղը բարձր էր, ինքնավստահ ու օտար։ Ես չէի ճանաչում նրան։ Տղան, ով ժամանակին վախենում էր մթությունից եւ քնում էր միայն իմ մատը բռնելով, վերածվել էր այս խնամված ինքնահավան տղամարդուն, ում համար ես ընդամենը ցավալի հիշեցում էի պարզ անցյալի մասին։ Անին, ինչպես պարահանդեսի իսկական թագուհի, թրջկոտում էր հյուրերի մի խմբից մյուսը։ Նա ներկայացնում էր ամուսնուն, ընդգծելով նրա հաջողությունները, բիզնեսում նրա անհավանական հոտառությունը։ Մի քանի անգամ նա ցույց տվեց իմ կողմը, եւ ես լսեցի հատվածական արտահայտություններ։ Հա, սա Դավիթի հայրն է, հասարակ բանվոր, ամբողջ կյանքը շինհրապարակում է անցկացրել, շատ համեստ մարդ է։ Նրա ձայնում ջերմություն կամ հարգանք չկար։ Կար միայն մեծամտություն, որով խոսում են հին, նորաձևությունից դուրս եկած կահույքի մասին։ Ես նրանց համար ոչ թե հայր էի, այլ ինտերիերի առարկա, որը չէր տեղավորվում նրանց նոր դիզայներական վերանորոգման մեջ, բայց դեն նետելն առայժմ անհարմար էր։ Ներսումս դանդաղ եռում էր խուլ վիրավորանքը։ Ես հիշեցի, թե ինչպես էի ցեմենտի պարկերը կրում, որպիսի վճարեմ նրա առաջին համակարգչի համար։ Ինչպես էի գիշերները չքնում ստուգելով նախահաշիվները, որպիսի գումար հայթաթեմ կրկնուսյուծների համար։ Ինչպես էինք ես ու Գողարը մեզ զրկում ամեն ինչից, որպիսի Դավիթն ունենա ամենալավը։ Եվ ահա այն, այդ ամենալավը, սեղան անկյունում նրա կյանքի տոնին։ Ինձ մոտեցավ մատուցողը։ Ինչ-որ բան կցանկանաք։ Ջուր խնդրում եմ, առանց գազի։ Նա գլխով արեց եւ անհետացավ։ Ես շուրջս նայեցի։ Հյուրերն ինձ անծանոթ էին, դեմքերը փայլուն, ինքնագոհ։ Նրանք խոսում էին զբոսանավերից, բաժնետոմսերից եւ այն մասին, թե որքան սարսափելի է դարձել հանգստանալը լազուրափին։ Չափազանց շատ են մերոնականները։ Ես ինձ զգում էի այնպես, ասես հայտնվել էի այլ մոլորակի վրա։ Մի պահի ինձ մոտեցավ ինքը Դավիթը։ Նա երևի նկատել էր իմ մենակությունը եւ նրա մեջ արթնացել էին խղճի մնացորդները։ «Պապ, ես ինչի ես մենակ նստել», հարցրեց նա, նստելով աթոռի ծայրում։ Նրանից թանկարժեք օծենելիքի եւ հաջողության հոտ էր գալիս։ «Արի մեզ մոտ, ծանոթացնեմ գործընկերներիս հետ»։ «Չեմ ուզում խանգարել, տղաս։ Դուք կարևոր խոսակցություններ ունեք»։ «Էդ ինչ ես ասում»։ Նա ձեռքով արեց, բայց ինչ որ անվստահ։ «Դու չէ, որ իմ հայրն ես»։ Նա ասաց դա, բայց նրա հայացքը վազվզում էր սարհալով, ասես վախենում էր, որ իր կարևոր ընկերներից մեկը կտեսնի իրեն ինձ հետ։ «Պապ, լսի»։ Նա իջեցրեց ձայնը։ Անին խնդրեց փոխանցել, ընդհանուր առմամբ երբ նվերը տաս, արա դա ինչ որ ավելի աննկատ, առանց ճառերի։ Դու հասկանում ես։ Ես հասկացա։
Նա ամաչում էր ոչ միայն ինձնից, այլև իմ նվերից, որը դեռ նույնիսկ չէր տեսել։ Նա նախապես գիտեր, որ ես նրան չեմ նվիրի նոր Porsche-ի բանալիներ կամ փողկապի պլատինե ամրակ։ Նա սպասում էր ինչ-որ պարզ, սովետական բանի, ինչ-որ բանի, որը կարող էր փչացնել իր ինքն իրեն ստեղծած մարդու իմիջ։ Լավ, Դավիթ, ոնց ասես, պատասխանեցի ես։ Եվ ներսումս ինչ-որ բան կտրվեց։ Հույսի վերջին թելը։ Նա թեթևացած արտաշնչեց, թփթփացրեց ուսս եւ շտապեց վերադառնալ իր հյուրերի մոտ։ Ես մնացի մենակ։ Մեջքիս մորմոքացող ցավը, շինհրապարակից մնացած հին վնասվածքը հիշեցրեց իր մասին։ Ես շարժվեցի աթոռի վրա, փորձելով հարմար դիրք գտնել։ Այդ ցավն իմ մշտական ուղեկիցն էր, նույնքան հավատարիմ, որքան հիշողությունը գոհարի մասին։ Նա միշտ ասում էր. «Մեջքդ քո կյանքի քարտեզն է, Միհրան։ Ամեն ողը մի կառուցված շենք է։ Դավիթի ուսումն է, մեր ընտանիքն է»։ Այսօր այդ քարտեզը անտանելի էր թվում։ Ես ձեռք տվեցի պիջակիս գրպանին, որտեղ դրված էր տուփը։ Նվերը, որը ես պատրաստել էի այնպիսի սիրով, հիմա անտեղի ու խղճուկ էր թվում։ Գուցե իսկապես չարժեղ նվիրել, գուցե պարզապես հեռանալ անգլիական ձևով, առանց հրաժեշտի։ Բայց ներսումս ինչ-որ բան բողոքում էր։ Սա պարզապես նվեր չէր, սա իմ վերջին փաստարկն էր նրան նոր կյանքի հետ վեճում, իմ վերջին շանսը հասնելու այն տղային, ով, ինչպես ես դեռ հավատում էի, ինչ-որտեղ թաքնված էր այս փայլուն դատարկ տղամարդու ներսում։ Ժամանակը ձգվում էր հալած պաների պես։ Ես խմեցի ջուրս եւ նստած նայում էի մի կետի։ Երաժշտությունը բարձրացավ, հյուրերի ծիծաղը ավելի անզուսպ։ Տոնը թափ էր հավաքում եւ ես ինձ այնտեղ բոլորովին ավելորդ էի զգում։ Իմ կողմ նետված յուրաքանչյուր հայացք գնահատող էր թվում, յուրաքանչյուր ժպիտ մեծամիտ։ Ինչ-որ պահի Դավիթը նորից հայտնվեց խոսափողի մոտ։ Նա բարձրացրեց բաժակը եւ սրահը աստիճանաբար լռեց։ «Ընկերներ, գործընկերներ, սիրելի կին», սկսեց նա հնչեղ բեմադրած ձայնով։ Ես ուզում եմ բարձրացնել այս բաժակը բոլորիդ համար։ Նրանց համար, ովքեր հավատում էին ինձ, երբ ես ոչինչ էի։ Նրանց համար, ովքեր աջակցեցին իմ ամենահամարձակ գաղափարներին։ Նա երկար ու պաթոսով էր խոսում։ Նա շնորհակալություն էր շնորհավորում գործընկերներին վստահության համար, ընկերներին աջակցության համար, իր մուսա Անիին ոգեշնչման համար։ Նա պատմում էր իր հաջողության պատմությունը, գունազարդելով եւ աղավարկելով փաստերը։ Նրա տարբերակում նա ինքնուս հանճար էր, ով սկսել զրոյից եւ կայսրություն կառուցել։ Ոչ մի խոսք վաճառված բնակարանի մասին, ոչ մի խոսք 150 միլիոնանոց վարկի համար, որին ես երաշխավորել էի իմ ամբողջ ունեցողքով, ոչ մի խոսք հոր մասին։ Ես լսում էի այդ սուտը, եւ իմ մեջ բարձրանում էր սառը զայրույթի ալիքը։ Նա պարզապես չէր մոռացել, նա գիտակցաբար ջնջել էր ինձ իր պատմությունից։ Նա ջնջել էր իմ բոլոր զոհողությունները, իմ ամբողջ օգնությունը, որպես ավելորդ տող հաշվապահական հաշվետվության մեջ, որովհետև այդ տողը փչացնում էր նրա ինքն իրեն ստեղծած մարդու գեղեցիկ հաշվեկշիռը։ Երբ նա ավարտեց, սրահը պայթեց ծափահարություններից։ Անին պաշտամունքով նայում էր նրան, իսկ ես պարզապես նստած ծափահարում էի բոլորի հետ, բայց ափերս փայտացած էին։ Այդ պահին ես վերջնականապես հասկացա, սա իմ որդին չէ։ Սա օտար ինքնասիրահարված մարդ է, ով կառուցել է իր փայլուն աշխարհը իմ դավաճանության հիմքի վրա։ Ես հիշեցի Գոհարին, թե ինչպես էր նա ուրախանում դպրոցում նրա առաջին հաջողություններով, ինչպես էր հպարտանում, երբ նա ընդունվեց ինստիտուտ։ Նա անվերապահորեն հավատում էր նրան։ Ինչ կասեր նա հիմա լսելով այս ճառը։ Երևի նա կլացեր, իսկ ես չէի կարողանում։ Արցունքները սառել էին ինչ-որ տեղ ներսում։ Կենացից հետո սկսվեցին պարերը։ Դավիթն ու Անին դուրս եկան սրահի կենտրոն։ Նրանք շարժվում էին գեղեցիկ, ներդաշնակ, ինչպես ամսագրի շապիկի զույգ։ Նրանք հաջողության իդեալական պատկերն էին, եւ ես այն բիծն էի այդ պատկերի վրա, որը պետք էր ջնջել։ Ես որոշեցի, որ այլևս չեմ կարող այստեղ մնալ, պետք էր հեռանալ, բայց դրանից առաջ ես պետք է անեի այն, ինչի համար եկել էի։ Ես պետք է հանձնեի նվերս։ Ոչ թե նրա համար, այլ ինձ համար, որպիսի վերջակետ դնեմ, որպիսի հեռանամ մաքուր խղճով, իմանալով, որ արել եմ ամեն ինչ, ինչ կարող էի։ Ես սպասեցի, մինչև երաժշտությունը կավարտվի եւ նրանք կվերադառնան իրենց սեղանի մոտ։ Ես վեր կացա եւ դանդաղ քայլեցի դեպի նրանց, անցնելով ամբողջ սրահով։ Բոլոր հայացքները նորից ուղղված էին ինձ,
Ես զգում էի դրանք մեջքիս վրա, ասեղների պես։ Ես մոտեցա նրանց սեղանին։ Դավիթը զարմանքով նայեց ինձ, իսկ Անին չթաքցված զայրույթով։ «Դավիթ», ասացի ես ցածր, բայց հաստատուն։ «Շնորհավորում եմ ծննդյան օրը»։ Ես մեկնեցի նրան տուփը։ Նա վերցրեց այն ինչ-որ զզվանքախառոն զգացողությամբ, ասես վախենում էր գեղտոտվել։ «Շնորհակալություն, պապ», մրտմրտաց նա, չնայալով աչքերիս։ Նա պտտեց տուփը ձեռքերում և չբացելով դրեց սեղանին, այլ մեծ ու վառ տուփերի կույտի կողքին։ Նա նույնիսկ մտադիր չէր նայել, թե ինչ կա ներսում։ Նրա համար դա ձևականություն էր, որը պետք էր հնարավորինս շուտ ավարտել։ Բայց Անին չէր լինի, եթե բաց թողներ ինձ ևս մեկ անգամ նվազացնելու առիթը։ «Վայ, իսկ ես ինչ փոքրիկ բան է մեզ մոտ», երգիծեք ձայնով ասաց նա, վերցնելով տուփը իր բարակ մատերով, որոնք ունեին երկար, գիշատի եղունգներ։ Նա ցուցադրվական դանդաղությամբ սկսեց բացել կափարիչը։ Դավիթը փորձում էր կանգնեցնել նրան, բայց նա ձեռքով մի կողմ հրեց նրան։ «Դավիթ, պետք չէ»։ «Ինչը պետք չէ, ինձ պարզապես հետաքրքիր է»։ Նա բացեց տուփը։ Թավյատ բարձիկի վրա խամրած փայլեց հին ռակետայի պողպատը։ Անին մի քանի վայրկյան լուռ նայում էր ժամացույցին։ Նրա դեմքը, որը քիչ առաջ արտահայտում էր խաղարկային հետաքրքրասիրություն, դանդաղ փոխվեց։ Սկզբում հայտնվեց տարակուսանք, հետո բացահայտ արհամարհանք։ Նա աչքերը բարձրացրեց ինձ վրա և դրանցում սառնություն էր։ «Ժամացույց», հարցրեց նա այնպես, ասես տուփի մեջ ինչ-որ անպարկեշտ բան էր տեսել։ «Լուրջ»։ Նա վերցրեց ժամացույցը երկու մատով, զզվանքով, ինչպես սատկած մկան և բարձրացրեց այն ի տես բոլորի։ «Նայեք, ինչպիսի հրաշք է»։ Նրա ձայնը զնգաց կեղծ հիացմունքից։ «Վինտաժ։ Դավիթ, սիրելիս, հայրիկդ քեզ ժամացույց է նվիրել»։ Ժամացույց բառը նա արտասանեց այնպիսի թունավոր հնչերանգով, որ մի քանի հյուրեր քմծի ծաղտվեցին։ Դավիթը նստած էր խեցգետնի պես կարմրած, նա ուզում էր գետինը մտնել։ Սա հայրիկիս ժամացույցն է, մրթմրթաց ես, զգալով, թե ինչպես է սեղմվում կողորդս։ Ես այն վերականգնել եմ։ «Վերականգնել ես», ընդհատեց Անին, թույլ չտալով ավարտել։ «Ինչպիսի հուզիչ հոգատարություն, երևի ամբողջ թոշակդ դրա վրա ես ծախսել»։ Կենտրոնական սեղանի մոտից նորից ծիծաղներ լսվեցին։ Դավիթի ընկերներից մեկը, հարբած ու ուրախ, գոռաց. «Դավո, իսկ դրանք գոնե աշխատում են, թե ուղղակի գեղեցկության համար են, ոնց որ թանգարանում»։ Դավիթը չէր պատասխանում։ Նա նայում էր կնոջ ձեռքի ժամացույցին, և նրա դեմքին պայքարում էին ամոթն ու զայրույթը։ Նա թակարդում էր։ Նրա առջև նստած էին նրա նոր ընկերները, մարդիկ, ում կարծիքը նրա համար ամենակարևորն էր աշխարհում, մարդիկ, ովքեր ընկերությունն ու հարգանքը չափում էին դրամապանակի հաստությամբ, և ես, իմ հին ժամացույցով, իմ պարզ արժեքներով, նրա համար կենդանի հանդիմանություն էի, վկայություն այն բանի, թե ով էր նա նախկինում, և նա ատում էր ինձ դրա համար։ «Լսիր, պապ», վերջապես իր միջից դուրս մղեց նա, դեռ աչքերիս չնայելով։ «Շնորհակալություն իհարկե, բայց դու հասկանում ես, ես չեմ կարող նման բան կրել, սա իմ ոճը չէ»։ «Քո ստատուսը չէ», հստակեցրեց Անին եհիդնայական ժպիտով։ «Իմ ամուսինը կես միլիոնանոց ժամացույց ունի, այլ ոչ թե անցյալից մնացած այս հնոթի»։ Հնոթի բառը հարվածեց ինձ ապտակի պես։ Հնոթի, այն ինչի մեջ ես դրել էի հոգիս, ժամանակս, հիշողություններս, այն ինչը եղել է իմ կյանքի մի մասը, իմ պապի մի մասը, մեր ընտանիքի մի մասը։ Ես նայում էի որդուս և սպասում էի, որ նա կսաստի նրան, կասի. «Անի, վերջ տուր, սա հորս նվեր է»։ Սպասում էի, որ նրա մեջ կարթնանա գոնե մի կաթիլ հարգանք, գոնե այն սիրո ստվերը, որը ժամանակին կար մեր միջև։ Բայց նա լռում էր։ Նա կատարեց իր ընտրությունը։ Նա ընտրեց Անիին, նրա աշխարհը, նրա արժեքները։ Նա ընտրեց փայլուն փաթեթավորումը բովանդակության փոխարեն։ Ես ոչինչ չասացի։ Պարզապես կանգնած նայում էի նրանց, այդ գեղեցիկ, հաջողակ, բայց բացարձակ դատարկ զույգին։ Ես այլևս վիրավորանք չէի զգում։ Միայն սառը հեռացած հասկացողություն։ Սա վերջն էր, ոչ պարզապես վեճ, սա խզում էր։ Նրանք հենց նոր այրեցին բոլոր կամուրջները, որոնք կապում էին մեզ։ Ես հիշեցի, թե ինչպես մանուկ հասակում Դավիթը կոտրեց իմ սիրելի բաժակը, այն, որը նվիրել էր Գոհարը։ Նա այն ժամանակ լալիս էր, վախենում էր, որ ես կջղայնանամ։ Իսկ ես գրկեցի նրան ու ասացի. «Ոչինչ տղաս, դա ընդամենը իր է։
Կարևորը դու չվնասվեցիր։ Հիմա նա կոտրում էր շատ ավելի արժեքավոր բան։ Նա կոտրում էր իմ սիրտը, իմ հավատը, մեր հիշողությունը։ Եվ նա չէր լալիս։ Նա պարզապես ամաչում էր։ Ամաչում էր ինձնից։ Անին, տեսնելով, որ ես լռում եմ, որոշեց գործը մինչև վերջ հասցնել։ Նա դեռ պահում էր ժամացույցը ձեռքերում։ «Դե ինչ, Դավիթ», ասաց նա հեգնանքով, «ուր դնենք այս գանձը։ Գուցե տանք դռնապանին որպես թեյավճար»։ Դավիթը աչքերը բարձրացրեց նրա վրա։ Դրանցում աղերսանք կար։ Նա ուզում էր, որ այս ամենը դադարի, բայց չափազանց թույլ էր, որպեսզի ինքնուրույն կանգնեցնի նրան։ Նա սպասում էր, որ կինը որոշում կկայացնի իր փոխարեն։ Եվ նա կայացրեց։ «Գիտեք ինչ, Միհրան Աշոտովիչ», Անին շրջվեց դեպի ինձ։ Նրա աչքերը փայլում էին չար հաղթական կրակով։ «Ես կարծես թե գտա ձեր նվերի համար իդեալական տեղ»։ Նա վեր կացավ նրբակեղ ինչպես գիշատիչ կատու եւ ուղղվեց դեպի սպասարկման սեղանը, որը կանգնած էր մեզանից ոչ հեռու։ Սեղանի վրա խմիչքներով շթերից բացի դրված էր արծաթյա բարձր դույլ, լցված սառույցով եւ սննդային մնացորդներով, կիտրոնի կեղերներով, օգտագործված անձեռոցներով, նախուտեստների մնացորդներով։ Իմ ներսում ամեն ինչ սառեց։ Ես հասկացա, թե ինչ է նա պատրաստվում անել։ Դավիթ նույնպես հասկացավ։ Նա վեր թռավ։ Նրա դեմքը աղավողցված էր սարսափից։ «Անի չհամարձակվես», գոռավ նա։ Սա առաջին հաստատուն խոսքերն էին, որ ես լսեցի նրանից ամբողջ երեկոյան ընթացքում, բայց արդեն ուշ էր։ «Ինչու որ», նա շրջվեց ժամացույցը պահելով դույլի վրա։ «Այս աղբին հենց այստեղ է տեղը, մյուս աղբի մեջ»։ Նա ասում էր դա ուղիղ ինձ նայելով։ Սա ուղերձ էր ոչ միայն ժամացույցին, այլև ինձ։ Դու աղբ ես, քո անցյալը աղբ, քո արժեքները աղբ։ Անի դիր տեղը։ Դավիթը մի քայլ արեց դեպի նա, բայց կանգ առավ։ Նա վախենում էր նրանից, վախենում էր նրա զայրույթից, նրա արհամարհանքից։ Նա վախենում էր կորցնել այն աշխարհը, որը կինը ստեղծել էր նրա համար։ «Մի անհանգստացիր, սիրելիս», երգեց նա։ «Ես պարզապես օգնում եմ քեզ ազատվել ավելորդից։ Դու ինքդ ասացիր, որ նոր կյանք ես սկսում, առանց այս բալաստի»։ Եվ նա բացեց մատները։ Ժամացույցը, իմ հիշողությունը, իմ աշխատանքը, հայրական սիրո իմ վերջին խորհրդանիշը ընկավ դույլի մեջ թաց ճպացող ձայնով։ Այն անհետացավ սառույցի, մնացորդների եւ կեղտոտ անձևուցիկների խառնուրդի մեջ։ Սրահը լռեց։ Նույնիսկ ամենահարփած հյուրերը լռեցին, ապշած այդ տեսարանի բացահայտ անթաքույց դաժանությունից։ Բոլորը նայում էին մեկ դույլին, մեկ ինձ, մեկ Անիին, ով կանգնած էր դեմքին խորին բավարարվածության արտահայտությամբ։ Դավիթը կանգնած էր մեղվածի պես։ Նա նայում էր դույլին, եւ նրա դեմքից երևում էր, որ նա գիտակցեց կատարվածի ամբողջ հրեշավորությունը։ Բայց նա ոչինչ չարեց, նա չնետվեց հանելու ժամացույցը, նա չգոռաց կնոջ վրա, նա պարզապես կանգնած էր եւ լռում էր։ Նրա անգործությունը ավելի բարձր էր ցանկացած բառից։ Դա վերջնական դավաճանություն էր։ Ես կանգնած նայում էի նրան, եւ այդ պահին ամբողջ ցավը, ամբողջ վիրավորանքը, որոնք կուտակվում էին իմ մեջ տարիներով, անհետացան։ Նրանց տեղը զբաղեցրեց սառը, հանգիստ արհամարհանքը։ Ես այլևս չէի տեսնում նրա մեջ իմ որդուն։ Ես տեսնում էի թույլ անկամ մարդու, ով թույլ տվեց կնոջը ոչնչացնել իր հորը բոլորի աչքի առաջ։ «Այ այսպես ավելի լավ է», ասաց Անին վերադառնալով իր տեղը։ Միանգամից շնչելը հեշտացավ։ Նա նստեց, վերցրեց շամպայնով բաժակը եւ հաղթական կում արեց։ Նա համոզված էր, որ նվաստացրել է ինձ վերջնականապես, որ ես հիմա կամ սկանդալ կսարքեմ, կամ կշրջվեմ ու կհեռանամ, պոչս քաշած։ Նա սպասում էր իմ արձագանքին, եւ ես տվեցի նրան արձագանք, բայց բոլորովին ոչ այն, ինչ նա ակնկալում էր։ Ես դանդաղ, հայացքս որդուց չկտրելով, մի քայլ առաջ արեցի, հետո եւս մեկը։ Ես մոտեցա նրանց սեղանին։ Դավիթը կծկվեց աթոռին, սպասելով հարվածի, ճիղի, ինչ ասես, բայց ես անցա նրա կողքով։ Ես մոտեցա հենց այդ դույլին, ուշադրություն չդարձնելով քարաչած հյուրերին եւ Անիի զզվանքով փլի դեմքին, ես հանգիստ ձեռքս իջրեցրի սառցե շիլայի մեջ։ Մատներս շոշափեցին սառը մետաղը։ Ես հանեցի ժամացույցը։ Դրանից հոսում էր կեղտոտ ջուրը, դրան կպել էր կիտրոնի կեղևի մի կտոր։
Ես գրպանից հանեցի մաքուր թաշկինակս, այն, որը միշտ կրում էի իմ հետ, ինչպես սովորեցրել էր Գոհարը, եւ սկսեցի դանդաղ, մեթոդաբար մաքրել այն։ Իմ յուրաքանչյուր շարժում հանգիստ եւ կշռադատված։ Ես չէի շտապում։ Ես նրանց բոլորին ժամանակ էի տալիս վայելելու այդ տեսարանը։ Երբ ժամացույցը մաքրված էր, ես մոտեցրի այն ականջիս։ Այն դեռ աշխատում էր։ Տիկ-տակ, տիկ-տակ։ Ժամանակի անողոք, ազնիվ ձայնը։ Ձայն, որն ավելի ուժեղ էր նրանց չարությունից եւ նրանց փողերից։ Եվ միայն այդ ժամանակ ես նայեցի որդուս։ Այր, դու իսկական ցնցոտիավյոր ես։ Այս բառերը, որոնք Դավիթը գոռաց ինչ-որ հուսահատ չարությամբ, հնչեցին կրակոցի պես խլացուցիչ լռության մեջ։ Դավիթը վեր թռավ տեղից։ Նրա դեմքը մանուշակագույն էր ամոթից եւ կատաղությունից։ Նա այլևս չէր կարողանում տանել լուռ հանդիմանությունը իմ աչքերում։ Չէր կարողանում տանել հյուրերի արհամարական այացքները, որոնք հիմա նայում էին նրան, այլ ոչ թե ինձ։ Նրան պետք էր արդարանալ, մեղքը բարթել ուրիշի վրա, եւ նա գտավ ամենահեշտ եղանակը՝ հարձակվել։ Դու եկել ես այստեղ, որպեսզի ստորացնես ինձ, գոռում էր նա, մատը ինձ վրա տնկելով։ Քո ողորմելի նվերով, քո խրատներով, դու ամբողջ կյանքում սովորեցրել ես ինձ խնայել ամեն կոպեկը, քայլել կարկատած գուլփաներով, դու պարզապես նախանձում ես, որ ես կարողացա պոկվել քո աղքատությունից։ Նա խոսում էր, իսկ ես լուռ նայում էի նրան։ Ես ձեռքումս պահում էի ժամացույցը, դեռ խոնավ, բայց արդեն տաք ափից ջերմությունից։ Նրա ամեն մի խոսքը սուտ էր։ Ես երբեք նրան աղքատություն չեմ սովորեցրել։ Ես սովորեցրել եմ նրան արժանապատվություն։ Ես սովորեցրել եմ նրան, որ մարդու արժեքը ոչ թե նրանում է ինչ հագին կա, այլ նրանում, թե ինչ է նա արել, բայց նա չի յուրացրել այդ դասը։ Նայեք նրան, Դավիթը ձեռքով ցույց տվեց սրահը, դիմելով իր հյուրերին։ Նա եկել է իմ տոնին, որպեսի հիշեցնի ինձ, թե որտեղից եմ ես գալիս, որպեսի բոլորը տեսնեն, որ ես հասարակ շինարարի տղա եմ։ Անին նստած էր հաղթական ժպիտով։ Սա նրա տրիումֆն էր։ Նա հասավ իր ուզածին։ Նա ոչ միայն գժտեցրեց ինձ որդուս հետ, նա ստիպեց նրան հրապարակավ հրաժարվել ինձնից, իր անցյալից, ինքն իրենից։ Դավո հանգստացիր, ասաց ընկերներից մեկը, բայց նա չէր լսում։ Ես ամեն ինչ ինքնուրույն եմ հասել, ինքս, առանց որևէ մեկի օգնության, իսկ դու պարզապես բալաստ ես, անցյալ մնացուկ, որը քաշում է ինձ դեպի հատակը։ Ես շարունակում էի լռել, ես թույլ էի տալիս նրան արտահայտվել։ Ես ուզում էի, որ բոլորը լսեն դա, որպեսի ոչ մեկի մոտ կասկած չմնա կատարվածի վերաբերյալ։ Վերջապես նա սպառվեց։ Նա ծանր շնչում էր, նրա տանկարժեք պիջակը ճմրթված էր, նա կանգնած էր սրահի մեջտեղում, խղճուկ եւ կորած սեփական ստի մեջ։ Լռությունը նորից դարձավ գրեթե շոշափելի, եւ այդ լռության մեջ ես արեցի այն, ինչ ինձնից ոչ ոք չէր սպասում։ Ես ժպտացի, ոչ դառը, ոչ հեգնական, այլ հանգիստ, թեթև տխրությամբ, ինչպես ժպտում են հրաժեշտ տալով ինչ-որ բանի ընդմիշտ։ Ես կոկիկ դրեցի ժամացույցը պիջակիս գրպանը, հետո դանդաղ աչքերս որդուսս չկտրելով շրջվեցի եւ գնացի դեպի ելքը։ Ուր ես գնում, գողաց նա մեջքիս հետևից։ Ես չեմ վերջացրել։ Ես չպատասխանեցի։ Ես պարզապես քայլում էի հյուրերի քարացած դեմքերի կողքով, վախեցած մատուցողների կողքով, այս ամբողջ փայլուն, կեղծ աշխարհի կողքով։ Հենց ելքի մոտ ինձ հասավ Անիի ցածր ձայնը։ Նա մոտեցավ Դավթին եւ շշնջաց այնպես, որ լսի միայն նա, բայց սրահի մեռյալ լռության մեջ նրա խոսքերը լսելի էին բոլորին։ Տար մցրու դա իրեն, գիտես որտեղ, թող կորչի գնա, նա միայն փչացնում է մեր տոնը։ Ես կանգ առա շեմին, բայց չշրջվեցի։ Ես պարզապես մտապահեցի այդ խոսքերը։ Դրանք որդուս հանդեպ ունեցած սիրո դաղաղի վերջին մեղն էին։ Ես դուրս եկա փողոց, սառնամանիքը այրեց դեմքս։ Ես խորը շունչ քաշեցի։ Ներսումս ցավ չկար, միայն դատարկություն եւ սառը հստակ վճռականություն։ Նրանք կարծում էին, թե սա վերջն է, բայց սա միայն սկիզբն էր։ Ես գրպանիցս հանեցի հեռախոսը, ձեռքերս չէին դողում։ Ես գտա գրքույկում մի համար, որը չէի հավաքել արդեն շատ տարիներ։ Վարդան Սիմոնիչ, իմ հին ընկերը, լավագույն իրավաբանը այս քաղաքում։ Զանգը երկար էր գնում։ Ես արդեն մտածում էի, որ նա չի պատասխանի, բայց վերջապես լսափողում հնչեց նրա քնաթաթախ, փնթփնթան ձայնը։ Լսում եմ։ Վարդան, ես եմ, Միհրան Սարգսյանը։ Միհրան, դու ես։
Ինչ հողմեր են քեզ բերել։ Գիտես ժամը քանիսն է։ Գիտեմ, պատասխանեցի ես նայելով մութ երկնքին։ Կներես որ ուշ է, քեզ հետ շատ շտապ գործ ունեմ։ Վերաբերում է բանկային երաշխիքին։ Գծի մյուս կողմում լռություն տիրեց։ Հետո Վարդանի ձայնը փոխվեց, դարձավ հավաքված եւ լուրջ։ Հասկացա։ Վաղը ժամը 9-ին իմ գրասենյակում։ Տունդարձի ամբողջ ճանապարհին ես վարում էի ավտոպիլոտի պես։ Գիշերային քաղաքի լույսերը ձլվում էին լղոզված գծերի։ Գլխումս մտքեր չկային, միայն խլացուցիչ լռություն։ Այն նույն լռությունը, որը լինում է պայթյունից հետո, երբ ականջները դեռ փակված են, իսկ օդում կախված է այրվածքի հոտը։ Իմ աշխարհը, որը ես կառուցել էի 40 տարի, հենց նոր պայթել էր։ Ես կայանեցի մեքենան իմ համեստ 5-արկյան շենքի բակում։ Դուրս եկա։ Սառը քավին թափանցում էր մինչև ոսկորները, բայց ես գրեթե չէի զգում այն։ Ներսումս ամեն ինչ մոխրացած էր։ Ես բարձրացա իմ բնակար, սեղմեցի անջատիչը։ Թույլ լույսը օղոլեց փոքրիկ նախասրահը։ Այստեղ ամեն ինչը ին ձևով էր։ Գոհարի կարկանակների հոտը, որը թվում էր ներծածվել էր պատերի մեջ։ Նրա սիրելի բասկաթոռը պատուհանի մոտ, պատին լուսանկարներ։ Ահա Դավիթը առաջին դասարանում գլադիոլուսների հսկայական փնջով։ Ահա մենք երեքով ծովում, երջանիկ, արևայրուքով։ Ահա նա, արդեն մեծահասակ, իր հարսանիքին։ Ես մոտեցա պատին եւ հանեցի այդ լուսանկարը։ Դավիթը եւ Անին։ Նրանք ժպտում էին տեսախցիկին, իսկ ես կանգնած էի մի փոքր հետ, եւ իմ ժպիտը արդեն այն ժամանակ մի քիչ շինծու էր։ Ես նայեցի որդուս դեմքին։ Ուր է նա, այն տղան, ով խոստանում էր, որ երբ մեծանա, ինձ համար կկառուցի աշխարհի ամենամեծ տունը։ Ուր անհետացավ նա։ Ես չհանեցի լուսանկարը։ Ես պարզապես դրեցի այն հատակին երեսով դեպի պատը։ Ես անցա խոհանոց, լցրե ինձ մի բաժակ սառը ջուր ծորակից եւ խմեցի միանգամից։ Չոքնեց։ Ներսումս ամեն ինչ այրվում էր։ Ես նստեցի սեղանի մոտ եւ պարզապես նստած նայում էի մութ պատուհանին։ Ժամացույցը պատի վրա տկտկում էր, չափելով իմ նոր դատարկ կյանքի րոպեները։ Ինչ է սխալ արեցի, որտեղ սխալվեցի։ Ես տվեցի նրան ամեն ինչ, ինչ կարող էի, լավագույն կրթությունը, առաջին մեքենան, օգնեցի բնակարանի հարցում, ես տվեցի նրան ամեն ինչ, ինչ ունեի, եւ փող, եւ ժամանակ, եւ սեր։ Ես կարծում էի, որ սա հենց հայրական պարտքն է։ Իսկ պարզվեց, որ ես պարզապես մեծացրել եմ սպառողի, մարդու, ով սովոր է վերցնել եւ ոչինչ չտալ փոխարենը, մարդու, ում համար հայրը ոչ թե հենարան է, այլ ռեսուրս։ Եվ երբ ռեսուրսը սպառվեց, ավելի ճիշտ համարձակվեց հիշեցնել իր մասին, նրան պարզապես դեն նետեցին, հին ժամացույցի պես։ Ցավը, որը ես այդքան երկար զսպում էի, վերջապես ժայթքեց։ Բայց դրանք արցունքներ չէին, դա սառը հաշվարկված կատաղություն էր։ Նվաստացած մարդու կատաղություն, ումից խլել են ոչ թե փող, այլ շատ ավելի մեծ մի բան՝ արժանապատվություն։ Նրանք որոշեցին, որ ես թույլ եմ, որ ես ծեր միայնատ կոտրված այրի եմ, ում կարելի է անպատիժ նվաստացնել։ Նրանք որոշեցին, որ ես ամեն ինչ կուլ կտամ, կմաքրվեմ եւ կշարունակեմ լուր վճարել նրանց գեղեցիկ կյանքի համար։ Նրանք սխալվեցին, դաժանորեն սխալվեցին։ Ես վեր կացա, մոտեցա պահարանին, որտեղ պահում էի բոլոր փաստաթղթերը, հանեցի հաստ թղթապանակը, որի վրա գրված էր բիզնես։ Ներսում դրված էր բանկային երաշխիքի հենց այն պայմանագիրը՝ 150 միլիոն դրամ, իմ ստորագրությունը ներքևում։ Ես գտա անհրաժեշտ կետը, կարդացել էի այն շատ անգամներ, երբ ստորագրում էի, բայց այն ժամանակ այն ինձ ձևականություն էր թվում։ Երաշխավորը իրավունք ունի միակողմանի կարգով հետ կանչել երաշխիքը պրինցիպալի, վարկառուի կողմից այնպիսի գործողությունների կատարման դեպքում, որոնք վնաս են հասցնում երաշխավորի պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին։ Վարդանը, իմ ընկեր իրավաբանը, պնդեց այս կետի ներառումը։ Համենայն դեպս Միհրան, ասաց նա այն ժամանակ, կյանքը բարդ բան է։ Ինչքան ճիշտ էր նա։ Ես դրեցի թղթապանակը սեղանին, կողքին հեռախոսը։ Ես նայեցի ժամացույցին։ Գիշերվա ժամը 2-ն է։ Վարդանի հետ հանդիպմանը մնում էր 7 ժամ։ 7 ժամ մինչև իմ պատասխան քայլի սկիզբը։ Ես նրանցից վրեժ չեմ լուծի։ Վրեժը էմոցիա է։ Իսկ ինձ մոտ էմոցիաներ չեն մնացել։ Ես պարզապես կվերականգնեմ արդարությունը։
Նրանք խաղում էին մի խաղ, որի կանոնները չէին հասկանում։ Նրանք կարծում էին, թե խաղում են մոնոպոլիա, կենթանի փողերով, բայց նրանք մոռացել էին, որ այդ խաղում կա բանկ եւ կա երաշխավոր, եւ վաղը երաշխավորը կասի իր խոսքը։ Ես գրպանից հանեցի ժամացույցը, դրեցի սեղանին, պայմանագրի կողքին։ Այն ցածր տկտկում էր։ Տիկ-տակ, տիկ-տակ, հետհաշվար կանելով նրանց անհոգ, սուտ կյանքի վերջին ժամերը։ Գիշերը ես գրեթե չքնեցի։ Պարկած նայում էի առաստաղին եւ մտքումս պտտում գալիք օրը։ Դա նման էր մեծ օբյեկտ հանձնելուց առաջ եղած վիճակին։ Նյարդային լարվածություն, բայց միևնույն ժամանակ մտքի բացարձակ պարզություն եւ յուրաքանչյուր քայլի հստակ ըմբռնում։ Առավոտյան ես ուժասպառ էի, բայց հավաքված։ Ուղիղ ժամը 9-ին ես արդեն նստած էի Վարդան Սիմոնիչի ընդունարանում։ Նրա գրասենյակը չէր փոխվել վերջին 10 տարիներին։ Նույն կաղնե սեղանը, կաշվե բասկաթոռները եւ լավ սուրճի բույրը։ Վարդանը ինքը դուրս եկավ ինձ ընդառաջ։ Նա իմ հասակակիցն էր, բայց ավելի առույգ տեսք ուներ։ Ջերմակ, ձիգ, պիրկ, թափանցող հայացքով։ Միհրան, նա ամուր սեղմեց ձեռքս։ Գարշելի տեսք ունես։ Պատմիր։ Ես պատմեցի։ Առանց էմոցիաների, չոր, ինչպես հարցաքննության ժամանակ։ Հոբելյանի մասին, նվերի մասին, որդու խոսքերի մասին, մնացորդներով դույլի մասին։ Նա լսում էր լուր։ Միայն այտերի մկաններն էին խաղում։ Երբ ես ավարտեցի, նա մի քանի վայրկյան նայեց պատուհանին, հետո շրջվեց դեպի ինձ։ Դե ինչ, ասաց նա ցածր։ Կարծես թե քո տղան վերջապես խաղաց ու կրվեց։ Նա սեղանից վերցրեց հաստ թղթապանակը, հենց այդ պայմանագրի պատճանը։ Ես այն ժամանակ դեռ մտածեցի, որ այս կետը պարզապես ապահովագրություն է, ասաց նա թերթելով էջերը։ Երբեք չէի մտածի, որ այն պետք կգա, հատկապես այսպես։ Նա գտավ անհրաժեշտ էջը, հրեց թղթապանակը դեպի ինձ։ Ահա այն, կետ 7.4։ Կարդա ուշադիր եւ ասա ինձ, այն ինչ տեղի ունեցավ 3, դու համարում ես վնաս քո արժանապատվությանը։ Ես նայեցի մանր տարաչափով գրված տողերին, հետո աչքերս բարձրացրե Վարդանի վրա։ Ես դա համարում եմ հրապարակի մահապատիժ, պատասխանեցի ես։ Ուրեմն ամեն ինչ պարզ է, գլխով անեց նա։ Գործում ենք։ Նա սեղմեց սելեկտորի կոճակը։ Լենա, պատրաստեք խնդրում եմ ծանուցում բանկային երաշխիքի հետ կանչման մասին, ըստ պայմանագրի համար 312 գիծ 7։ Հիմքը կետ 7.4։ Եվ կանչեք ինձ առաքիչ City Express-ից, շտապ առաքում։ Նա դրեց լսափողը եւ նայեց ինձ։ Դու վստահ ես, Միհրան, հետդարձի ճանապարհ չի լինի։ Հենց որ բանկը ստանա այս նամակը, նրանք անմիջապես կսառեցնեն որդուդ բոլոր հաշիվները եւ կպահանջեն ամբողջ գումարի վաղաժամկետ մարում, 150 միլիոն։ Նա ունի այդքան փող։ Նա ունի թանկարժեք մեքենա, բնակարան, գնվածին փողերով եւ կին, ով սիրում է գեղեցիկ իրեր, պատասխանեցի ես։ Թող վաճառեն։ Նա սնանկ կլինի։ Նա արդեն սնանկ դարձավ Վարդան, այն պահին, երբ շպրտեց իմ նվերը աղբամանի մեջ։ Պարզապես նա այդ մասին դեռ չգիտի։ Վարդանը գլխով արեց։ Լավ, այդ դեպքում ստորագրիր։ 10 րոպե անց իմ առջև դրված էր պատրաստի փաստաթուղթը, ծանուցում երաշխիքի հետ կանչման մասին։ Ես վերցրի գրիչը, ձեռքս չդողաց։ Ես դրեցի իմ ստորագրությունը, հստակ, վստահ, ինչպիսին միշտ եղել է շինարարական նախահաշիվների եւ ընդունման ակտերի վրա։ Ես փոխանցեցի թուղթը Վարդանին։ Հիմա սա քո գործն է, ասացի ես։ Կանեմ լավագույն ձևով։ Նա դրեց փաստաթուղթը իր իրավաբանական ընկերության լոգոտիպով ծերարի մեջ։ Առաքիչը կհասցնի սա բանկի գլխավոր գրասենյակ 1 ժամվա ընթացքում, եւս 1 ժամ անց տեղեկատվությունը կլինի վարկային տեսուչի մոտ։ Կարծում եմ մինչև ճաշ որդուդ արդեն կզանգեն։ Ես վեր կացա, որպեսզի հեռանամ։ Շնորհակալություն, Վարդան։ Չարժե։ Նա նույնպես վեր կացավ եւ ուղեկցեց ինձ մինչև դուռը։ Սա ես չեմ, սա դու ես, Միհրան Աշոտովիչ։ Ես դուրս եկա նրա գրասենյակից փողոց։ Արևը վառ էր շողում, բայց չէր տաքացնում։ Ես նստեցի մեքենաս, բայց տուն չգնացի։ Ես գնացի գերեզմանատուն։ Ես երկար կանգնած էի Գոհարի գերեզմանի մոտ։ Գրանիտ է հուշաքար, պարզ գրություն, Սարգսյան Գոհար Իվանի, սիրելի կին եւ մայր։ Կներես Գոհար, ասացի ես ցածր, նայելով նրա դիմանկարին։ Ես չպահեցի խոստումս։
ես չկարողացա նրան պահպանել։ Կամ գուցե ես հենց հիմա նրան փրկում եմ ինքն իրեն։ Ես դրեցի սառը քարին նրա սիրելի սպիտակ քրիզանթեմների փունջը եւ գնացի տուն, սպասելու։ Ներսում լուռ էր ու դատարկ, ինչպես շին հրապարակում այն բանից հետո, երբ բոլոր աշխատանքները ավարտված են եւ մնացել է միայն քամին, որը զբոսում է մերկ պատերի միջով։ Տուն վերադառնալով ես առաջին հերթին թունդ թե եփեցի հին թերմոսի մեջ, որը միշտ վերցնում էի ինձ հետ օբյեկտներ, սովորություն։ Այս ծեսորին օգնում էր ինձ հավաքել մտքերս։ Ես նստեցի իմ սիրելի բազկաթորին պատուհանի մոտ եւ սկսեցի սպասել։ Ես չգիտեի, թե կոնկրետ ինչի եմ սպասում։ Զանգի որդուց, իրավաբանից, բանկից։ Ես պարզապես գիտեի, որ իմ գործարկած մեխանիզմն արդեն աշխատում է եւ նրա ատամնանիվները անողոք պտտվում են, աղալով որդուս կեղծ աշխարհը։ Ժամանակը անցնում էր տանջալի դանդաղ։ Պատի հին ժամացույցի տկտկոցը, որը ես սովորաբար չէի նկատում, հիմա արձագանքում էր ականջներիս մեջ մուրճի հարվածների պես։ Յուրաքանչյուր ժամը հավերժություն էր թվում։ Ես փորձում էի թերթ կարդալ, բայց տողերը լողում էին աչքերիս առաջ։ Միացրի հեռուստացույցը, բայց լուրերի հաղորդավարի մոնոտոն փնփնթոցը միայն նյարդայնացնում էր։ Ես վեր կացա եւ մոտեցա գրապահարանին։ Հայացքս ընկավ Չեխովի երգերի ժողովածուին, որը ինձ նվիրել էր Գոհարը, մեր հարսանիքի 30-ամյակին։ Ես հանեցի հատորներից մեկը, Բալենու այգին։ Ես վերընթերցել էի այն տասնյակ անգամներ եւ ամեն անգամ գտնում էի ինչ-որ նոր բան։ Այսօր պիեսը հնչեց ինձ համար յուրովի։ Պատմություն մարդկանց մասին, ովքեր կորցրեցին ամեն ինչ, որովհետև ապրում էին պատրանքներով, որովհետև չէին ուզում տեսնել իրականությունը։ Պատմություն այն մասին, թե ինչպես է հին սովորական աշխարհը փլուզվում նոր ցինիկ կյանքի ճնշման տակ։ Հնչեց հեռախոսազանգը։ Ես ցնցվեցի։ Էկրանին երևաց Վարդանի համարը։ Դե ինչ ընկեր, ընդունիր շնորհավորանքներ։ Նրա ձայնը լսափողում առույգ էր, նույնիսկ ուրախ։ Մեխանիզմն աշխատեց իդեալական։ Ինձ հենց նոր զանգեց բանկի իմ մարդը։ Նրանք ստացել են ծանուցումը։ Դուր Դավիթ Միհրանիչի հաշիվները սառեցված են։ Վարկային կոմիտեն հավաքվում է արտահերթ խորհրդակցության։ Նրան արդեն ուղարկվել է վարկի լրիվ վաղաժամկետ մարման պահանջ։ 150 միլիոն դրամ։ Ժամկետը 72 ժամ։ 72 ժամ, կրկնեցի ես։ Սա նույնիսկ դատավճիռ չէր, սա գիլյոտին էր։ Հենց այդպես, հաստատեց Վարդանը։ Եթե 3 օրվա ընթացքում նա չգտնի գումարը կամ նոր երաշխավոր, բանկը կսկսի բռնագանձման գործընթացը։ Առաջին հերթին կկալանավորի ֆիրմայի ամբողջ գույքը, հետո նրա անձնականը, մեքենան, բնակարանը, մի խոսքով, այն ամենը, ինչ ձեռք է բերվել տքնաժան աշխատանքով։ Հասկանալի է, ասացի ես։ Ուրախություն չկար, կար միայն պարտավորության կատարած պարտքի զգացողություն։ Այնպես որ սպասիր, շարունակեց Վարդանը, կարծում եմ շուտով նա կհայտնվի։ Եվ Միհրան, եղիր պինդ, նա լալու է, աղաչելու է, խոստանալու է, չխաբվես։ Դու տվեցիր նրան իր կյանքի գլխավոր դասը, մի փչացրու էֆեկտը։ Պինդ կլինեմ, պատասխանեցի ես։ Շնորհակալություն Վարդան։ Ես դրեցի լսափողը։ Հիմա մնում էր միայն սպասել գլխավոր գործող անձնականի արձագանքին։ Այն հետևեց 1.5 ժամ անց։ Հեռախոսը զանգեց նորից։ Այս անգամ էկրանին Դավիթ անունն էր։ Ես թողեցի, որ մի քանի անգամ զանգի, պահելով դադարը։ Վերջապես պատասխանեցի։ Պապա, նրա ձայնը վերածվում էր ճիքի։ Նրա մեջ չկար ոչ մի կաթիլ այն ինքնավստահությունից, որը կար երեք, միայն խուճապ եւ վախ։ Պապա, այս ինչ արեցիր։ Ես, հարցրի հանգիստ։ Ոչինչ տղաս, պարզապես հետևեցի քո խորհրդին եւ դադարեցի բալաստ լինելուց։ Ինձ մոտ արգելափակել են բոլոր հաշիվները։ Բանկը պահանջում է վերադարձնել բոլոր փողերը, 150 միլիոն։ Դու հասկանում ես, իմ բիզնեսը, ամեն ինչ կփլուզվի։ Այո, ասացի ես հասկանում եմ։ Դու պետք է անմիջապես հետ կանչես այդ նամակը, հրամայեց նա սովորության համաձայն։ Գնա բանկ, ասա որ մտափոխվել ես, ասա որ սխալմունք էր։ Դա սխալմունք չէր, Դավիթ, դա որոշում էր։ Գծի մյուս կողմում ծանր լռություն կախվեց։ Նա կարծես սկսեց հասկանալ, որ ճիճն ու սպառնալիքները այլևս չեն աշխատում։ Նա փոխեց մարդավարությունը։ Պապ ջան, նրա ձայնը դողաց, դարձավ լալագին։ Դե ներիր ինձ, ես սխալ էի,
Ես հիմար եմ, տաքացել էի։ Այդ սա Ղանին է, նա ինձ տրամադրեց։ Ես ամեն ինչ կվերադարձնեմ։ Ես կգամ, ես ծնկաչոք կաղաչեմ։ Պետք չի, ընդհատեցի ես նրան։ Մի նվաստացիր ավելի շատ։ Բայց ինչ անեմ ես, նորից գոռաց նա։ Ունձնից կխլեն ամեն ինչ, բնակարանը, մեքենան, մենք Անիի հետ կմնանք փողոցում։ Դու ունես 72 ժամ այդ խնդիրը լուծելու համար, ասացի ես այն տոնով, որով ժամանակին խոսում էի անփույթ աշխեքների հետ։ Դու չէ որ հաջողակ գործարար ես, դու ամեն ինչ ինքնուրույն ես հասել։ Ահա եւ ապացուցիր։ Եվ ես անջատեցի հեռախոսը, այնուհետև արգելափակեցի նրա համարը։ Ես գիտեի, որ նա էլի է զանգելու, բայց ես այլևս չէի ուզում լսել նրա սուտը, նրա հիստերիաները, նրա կոկորդիլոսի արցունքները։ Ես ամեն ինչ ասել էի, հիմա նրա ժամանակն էր գործելու կամ պտուղները քաղելու։ Հաջորդ 2 օրը հեռախոսը պայթում էր զանգերից։ Դավիթը զանգում էր տարբեր համարներից, աշխատանքայինից, Անիի հեռախոսից, իր ընկերների համարներից։ Ես չէի պատասխանում։ Ես պարզապես անջատում էի ձայնը եւ դնում հեռախոսը էկրանով դեպի ներքև։ Ես գիտեի, որ ցանկացած խոսակցություն հիմա անիմաստ կլինի։ Նա դեռ չէր հասել այն հուսահատության կետին, որտեղ մարդը սկսում է մտածել, այլ ոչ թե խուճապի մատնվել։ Երրորդ օրը, բանկի տված ժամկետի վերջին օրը, նա եկավ։ Ես տեսա նրա մեքենան պատուհանից։ Նա երկար նստած էր մեջը, դուրս չգալով։ Երևի մտքերն էր հավաքում։ Վերջապես դուրս եկավ։ Նա մենակ չէր, նրա հետ էր Անին։ Նրանք մոտեցան իմ դռան եւ զանգեցին։ Ես բացեցի։ Նրանք կանգնած էին շեմին, 2 ջարդված շփոթված մարդիկ։ Նրանց նախկին փայլից հետ քանգամ չէր մնացել։ Դավիթը գունալ էր, աչքերի տակ մուգ շրջանակներ։ Անին առանց դիմահարդարման հասարակ սպորտային համազեստով։ Նրա դեմքը արտասված էր եւ ուռած։ «Պապ ջան», սկսեց Դավիթը ցածր կոտրված ձայնով։ «Դե ներիր ինձ, ես սխալ էի, ես հիմար եմ, տաքացել էի։ Այդ սա Ղանին է, նա ինձ տրամադրեց։ Ես ամեն ինչ կվերադարձնեմ։ Ես կգամ, ես ծնկաչոք կաղաչեմ»։ «Պետք չի», ընդհատեցի ես նրան։ «Մի նվաստացիր ավելի շատ»։ «Բայց ինչ անեմ ես», նորից գոռաց նա։ «Ինձնից կխլեն ամեն ինչ, բնակարանը, մեքենան, մենք Անիի հետ կմնանք փողոցում»։ «Դու ունես 72 ժամ այդ խնդիրը լուծելու համար», ասացի ես այն տոնով, որով ժամանակին խոսում էի անփույթ աշխեքների հետ։ «Դու չէ որ հաջողակ գործարար ես, դու ամեն ինչ ինքնուրույն ես հասել։ Ահա եւ ապացուցիր»։ Եվ ես անջատեցի հեռախոսը, այնուհետև արգելափակեցի նրա համարը։ Ես գիտեի, որ նա էլի է զանգելու, բայց ես այլևս չէի ուզում լսել նրա սուտը, նրա հիստերիաները, նրա կոկորդիլոսի արցունքները։ Ես ամեն ինչ ասել էի, հիմա նրա ժամանակն էր գործելու կամ պտուղները քաղելու։ Ես լուր մի կողմ քաշվեցի, թողնելով նրանց բնակարան։ Նրանք մտան անհարմար շուրջը նայելով, ասես առաջին անգամ էին այստեղ հայտնվել։ Նստեցին հին բազմոցին, որի վրա ժամանակին նստում էինք ես ու Գոհարը, քննարկելով նրանց ապագան։ Մենք կորցրինք ամեն ինչ, ասաց Դավիթը նայելով հատակին։ Բանկը խլում է բիզնեսը, բնակարանն ու մեքենան կհանեն աճուրդի։ Ընկերները բոլորը երես թեքեցին։ Շատ եմ ցավում, ասացի ես, եւ դա ճշմարտություն էր։ Ինձ ափսոս չէին նրանց փողերը։ Ինձ ափսոս էր, որ նրանք ստիպված եղան անցնել դրա միջով, որպեսզի գուցե ինչ-որ բան հասկանան։ Անին հանկարծ հեկեկաց։ Միհրան Աշոտովիչ, ներեցեք ինձ, ասում էր նա արցունքների միջից։ Ես այնպիսի հիմար էի, ես չգիտեմ թե ինչ էր ինձ եղել։ Այդ սաղ նախանձն էր, հիմարությունը։ Ես այնքան էի ուզում գեղեցիկ կյանք։ Ես լռում էի։ Նրա զղջումը անկեղծ էր թվում, բայց ես գիտեի, որ այն ծնվել է վախից ու հուսահատությունից, այլ ոչ թե իր մեղքի գիտակցումից։ Պապ, Դավիթը բարձրացրեց աչքերը ինձ վրա, դրանցում արցունքներ էին կանգնած։ Կա գոնե ինչ-որ շանս, դու կարող ես մեզ օգնել։ Ես գիտեմ, ես արժանի չեմ, բայց ես քո որդին եմ։ Նա նայում էր ինձ նույն հույսով, ինչպես նայում էր մանուկ ժամանակ, երբ ներողություն էր խնդրում կոտրած բաժակի համար։ Եվ այդ պահին իմ սառցե հանգստությունը դողաց։ Մեկ ակնթարթ ինձ թվաց, թե ուզում եմ ամեն ինչ հետ բերել, գնալ բանկ, ստորագրել նոր թղթեր, փրկել նրան եւս մեկ անգամ, ինչպես արել եմ ամբողջ կյանքում։ Ես նայեցի պատին կախված Գոհարի լուսանկարին։ Նա ժպտում էր իր հանդարտ ժպիտով։
Ուժեղ եղիր, Միհրան, ասես ասաց նա ինձ, եւ ես դարձա ուժեղ։ Ես չեմ կարող ձեզ օգնել, ասացի ես հաստատուն, ոչ թե որովհետև չեմ ուզում, այլ որովհետև դա ձեզ համար կործանարար կլինի։ Դուք պետք է անցնեք այդ ճանապարհը ինքներդ, ամենասկզբից։ Բայց ինչպես, բացականչեց Դավիթը, մենք ոչինչ չունենք, մենք ապրելու տեղ չունենք։ Դու ունես ձեռքեր, ոտքեր եւ գլուխ։ Դու ունես կրթություն, որը ես քեզ տվել եմ։ Դու կարող ես գնալ աշխատելու ոչ թե տնօրեն, այլ հասարակ մենեջեր, վարձել սենյակ, այլ ոչ թե պենթհաուս, ապրել ըստ միջոցների։ Այդպես ապրում են միլիոնավոր մարդիկ, Դավիթ, եւ դա ամոթ չէ։ Ամոթ է ապրել ուրիշի հաշվին եւ միևնույն ժամանակ արհամարել նրան, ով քեզ օգնում է։ Նա կախեց գլուխը։ Նա ամեն ինչ հասկանում էր։ Ես ներում եմ ձեզ, ասացի ես։ Երկուսիդ էլ արդեն ներել եմ, բայց ես չեմ կարող վերադարձնել անցյալը, եւ ես այլևս չեմ լինի ձեր ապահովագրությունը։ Դուք չափահաս մարդիկ եք, սովորեք ապրել ինքնուրույն։ Ես վեր կացա, հասկացնելով, որ խոսակցությունը ավարտված է։ Նրանք նույնպես բարձրացան։ Ինչ անենք մենք հիմա, շշուկով հարցրեց Անին։ Սկսեք նրանից, որ գործ գտնեք, ասացի ես, եւ վարձեք կացարան, որը կարող եք ձեզ թույլ տալ։ Եվ գուցե երբևէ դուք կհասկանաք, թե ինչն է իրականում կարևոր այս կյանքում։ Նրանք գնացին։ Ես նայում էի նրանց հետևից պատուհանից։ Երկու մարդ, ովքեր ունեին ամեն ինչ եւ կորցրին դա սեփական հիմարության ու հպարտության պատճառով։ Ինձ մոտ նրանց հանդեպ խղճահարություն չկար, բայց ես հույս ունեի, որ նրանք դեռ շանս ունեն, շանս դառնալու ավելի լավը։ Ես վերադարձա սենյակ, դարակից վերցրի Չեխովի հատորյակը, բացեցի պատահական էջի վրա։ Պետք է, պարոնայք, գործ անել։ Եվ ես հասկացա, թե ինչ եմ անելու։ Անցավ կես տարի։ Այդ ընթացքում ես ոչ մի անգամ չեմ տեսել ոչ Դավիթին, ոչ Անիին։ Ես լսել էի ընդհանուր ծանոթներից, որ նրանք իսկապես վարձել են փոքր բնակարան ինչ-որ տեղ ննջարանային թաղամասում։ Դավիթը աշխատանքի է տեղավորվել ինչ-որ տրանսպորտային ընկերությունում որպես հասարակ լոգիստ։ Անին, ինչպես ասում էին, գնացել է դասընթացների եւ հիմա աշխատում է որպես մատնահարդար։ Նրանք ապրում էին համեստ, դժվար, բայց ինքնուրույն։ Ես էլ սկսեցի իմ նոր կյանքը։ Ես վաճառեցի իմ մեկ սենյականոցը Երևանում եւ գնեցի փոքր, բայց ամուր տնակ Սևանի ափին։ Այն, ինչի մասին մենք ժամանակին երազում էինք Գոհարի հետ։ Ես փոքրիկ բանջարանոց հիմնեցի։ Առավոտյան գնում էի ձկնորսության, իսկ երեկոները նստում էի պատշկամբում, գիրք կարդում եւ լսում ալիքների ձայնը։ Ինձ հաճախ էր այցելում Վարդանը։ Մենք նստում էինք, թեյ խմում, հիշում երիտասարդությունը եւ լռում այն մասին, ինչ տեղի էր ունեցել։ Մենք երկուսս էլ ամեն ինչ հասկանում էինք առանց խոսքերի։ Մի օր ամռան վերջին, երբ ես նստած էի պատշկամբում եւ նորոգում էի հին ձկնորսական ցանցը, դարպասի մոտ կանգնեց մի անծանոթ մեքենա։ Մեջից դուրս եկավ Դավիթը։ Նա մենակ էր։ Նիհարել էր, հոգնած տեսք ուներ, բայց նրա հայացքում չկար նախկին խուճապը։ Կար ուրիշ բան, հանգստություն։ Նա մոտեցավ, անվճռական կանգնեց աստիճանների մոտ։ Բարև, պապ։ Բարև, տղաս, պատասխանեցի ես։ Անցիր։ Նա նստեց աստիճանին։ Մենք երկար լռում էինք։ Ես գտա սա, երբ հավաքում էինք իրերը բնակարանից, ասաց նա եւ մեկնեց ինձ փայտե փոքրիկ տուփը։ Ես վերցրի այն։ Դա հենց այն տուփն էր։ Ես բացեցի, ներսում թավեշի վրա դրված էր ժամոցիկը, իմ հին ռակետան։ Ես տարա դրանք այն ժամագործի մոտ, ում մասին դու ժամանակին պատմում էիր, ասաց Դավիթը։ Նա մաքրեց, յուղեց, ասաց, որ մեխանիզմը իդեալական վիճակում է, ասաց, որ դրանք դարերի համար են սարքել։ Ես նայեցի ժամացույցին, այն աշխատում էր։ Տիկ, տակ։ Շնորհակալություն, ասացի ես։ Քեզ շնորհակալություն, պապ։ Նա բարձրացրեց աչքերը ինձ վրա եւ երկար տարիների ընթացքում առաջին անգամ ես տեսա դրանցում ոչ թե նրա ցանկությունների արտացոլումը, այլ նրա հոգին։ Այն դասի համար դա ցավոտ էր, շատ։ Բայց կարծես թե ես սկսել եմ ինչ-որ բան հասկանալ։ Նա պատմեց, որ ինքն ու Անին բաժանվել են, կինը չի դիմացել հասարակ կյանքին։ Իսկ ինքը, նա ասաց, որ իրեն այդպես նույնիսկ ավելի թեթև է, որ հոգնել է ձևացնել մեկը, ով չէ։ Ես աշխատում եմ,
Փողերը շատ չեն, բայց դրանք իմն են, ասաց նա ինչ-որ հանդարտ հպարտությամբ։ Ես հասկացա, թե ինչ նկատի ունեիր դու, երբ խոսում էիք արժանապատվության մասին։ Մենք խոսեցինք մինչև ուշ երեկո, ոչ թե անցյալի, այլ ապագայի մասին։ Այն մասին, թե ինչպես է նա պլանավորում կամաց-կամաց նորից ոտքի կանգնել, այս անգամ իսկականից։ Երբ նա մեկնում էր, գրկեց ինձ ամուր, տղամարդավարի։ Կարելի է ես երբեմն գամ, հարցրեց նա։ Ուղղակի, առանց խնդրանքների։ Դուռը միշտ բաց է, պատասխանեցի ես։ Ես մնացի պատշգամբում, նայելով նրա մեքենայի հետևից։ Ձեռքումս պահում էի ժամացույցը, այն պարզապես անցյալի խորհրդանիշ չէր, հիմա այն հույսի խորհրդանիշ էր։ Հույսի, որ երբեք ուշ չէ ամեն ինչ ուղղել, երբեք ուշ չէ վերադառնալ ինքդ քեզ։ Եթե դուք հավատում եք, որ յուրաքանչյուր մարդ ունի քավության շանս եւ որ իրական արժեքները չեն չափվում փողերով, աջակցեք այս պատմությանը։ Հնարավոր է այն կօգնի ինչ-որ մեկին, ով շեղվել է ճանապարհից, գտնել տուն դարձի ճամփան։ Շնորհակալություն, որ ինձ հետ էիք։